Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, բարև Ռոբերտ։ Բարև ձեզ։ Ռոբերտ, հետարքիր իրադարձություններ են, կասեի շատ հետարքիր։ Էրդողանը գնում է արևելք, սկսում է բողոքել արևմուտքից, այն ֆոնի վրա, երբ որ հայկական քաղաքական ղեկավարությունը հիմնականում արևմուտքում է, դե ռուսական ֆոնը ինչպես միշտ կա, բայց կուզեի սկսեինք Փաշինյանի այցից Փարիզ, ինչ է բերում իր հետ Երևան Փաշինյանը։ Մի փոքր ճշգրտում, Հայաստանը հիմնականում արևմուտքում է կապված ռազմական եւ անվտանգային հարցերով, օրինակ տնտեսական հարցերում Հայաստանը չգիտես ինչու շատ ավելի դեպի արևելք, այսինքն Ռուսաստանում է, ինչը ինձ համար օրինակ տարօրինակ է, որովհետեւ չկա անվտանգություն, չկա ռազմական անվտանգություն առանց տնտեսական անվտանգության։ Վերադառնալով բուն հարցին, Փաշինյանի մեկնումը եւ այն, որ դրա մասին հայտարարվեց միայն վերջին պահին, բավական հետաքրքիր է այն ֆոնին, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցավ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում, ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում Մոսկվայում, որտեղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չմասնակցեց, Հայաստանը մասնակցեց դեսպանի մակարդակով, ընդ որում այն դեսպանի, որը գիտենք, որ մշտապես եղել է ռուսական մոտեցման ջատագով, այսինքն կարելի է ասել պաշտոնական մակարդակում Հայաստանի իշխանության այն թևը, որից դժգոհում է Ռուսաստանը, չմասնակցեց այդ հանդիպանը եւ այդ ֆոնին երբ Փաշինյանը մեկնեց Փարիզ, Արմեն Գրիգորյանը մեկնեց Բրյուսել, սա որոշակի ազդանշաններ են, ես այսպես կգնահատեի, որոնք ցույց են տալիս, որ անվտանգության հարցում Հայաստանը ոչ միայն վերակառուցում է իր մոտեցումը, այլև ամբողջապես անվտանգությունը փորձում է կապել այլ կենտրոնի հետ եւ այլևս անվտանգային սպասելիքներ չունի Ռուսաստանից։ Այստեղ իրավացիորեն շատերը հարց կտան, եթե այդպես է, ինչու Հայաստանը չի սկսում հապկից դուրս գալու գործընթաց, ինչու չի սկսում դենոնսացնել որոշակի պայմանագրեր, ճիշտ ասած այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, տրամաբանական կլիներ, որպեսզի գոնե այս ֆոնին Հայաստանը հայտարարեր հապկից դուրս գալու մասին։ Դες այս ֆոնին արևմուտքից դժգոհում է Էրդողանը Միջին Ասիայի իր այցի ժամանակ եւ հայտարարեց, որ լուրջ մարտահրավերների է բախվում արևմուտքում եւ միասնության կոչ արեց իր իսլամական բարեկամներին, իսլամական տերություններին։ Ինչ ես կարծում, սա հերթական մանևրն է արևմուտքի դեմ, Էրդողանի արևելյան քայլերն են, թե ինչ որ ավելի խորը գնացող միտում կա։ Ես առաջին հերթին դա կկապեի Իսրայել-Պաղեստինյան իրավիճակի հետ։ Մենք տեսանք, որ Բլինկենը այց կատարեց տարածաշրջան, Իսրայել, Հորդանան, արաբական մի քանի երկրներ, հետո Թուրքիա եւ այսօր էլ Հնդկաստան է գնացել եւ կարելի է ասել, որ Բլինկենի այցը առաջին հերթին օգնություն էր Իսրայելին, թեև Միացյալ Նահանգները բացահայտ կերպով չի պաշտպանում Իսրայելի շահերի, ինչքան էլ որ դա տարօրինակ է, ես նկատել եմ, որ Միացյալ Նահանգները ավելի հավասարակշռող հայտարարություններ է անում, մի փոքր թեքված դեպի Իսրայել, բայց մյուս կողմից Միացյալ Նահանգները նաև մտահոգ է օրինակ Պաղեստինի արաբ բնակչության, խաղաղ բնակչության եւ այլն նրանց հետ կապված հարցերում, ինչը իրականում մի փոքր նոր մոտեցում է, նախկին սրացումների ժամանակ կարելի է բացել եւ դիտել, թեև ես Իսրայելա-Պաղեստինյան պատերազմի կամ այդ կոնֆլիկտի մասնագետ չեմ, այնուամենայնիվ որոշակի ծանոթ եմ այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել եւ նախկին սրացումների ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանությունը Իսրայելին եղել է անվերապահ։ Մշտապես, ուրեմն, որպես ագրեսոր եւ որպես խնդիրը ստեղծող կողմ Միացյալ Նահանգները համարել է եւ ներկայացրել է Պաղեստինի եւ Պաղեստինի ծայրահեղականներին իրենց բնորոշմամբ։ Այս անգամ կարծես թե իրավիճակը մի փոքր այլ է, բայց միևնույն է հակառակ կողմի, այսինքն Պաղեստինի կամ արաբական աշխարհի առավելություն կամ մուսուլմանական աշխարհի, ինչը ցանկանում է Էրդողանը, որպեսզի լինի մուսուլմանական աշխարհի առավելություն Իսրայելի նկատմամբ Միացյալ Նահանգները թույլ չի տա եւ դա բնական է, որ թույլ չի տա, իսկ Էրդողանի ցանկությունները, Էրդողանի մոտեցումները, որպեսզի վերջապես առիթը եկել է եւ նա դառնա մուսուլմանական աշխարհի լիդերը, ինչին ձգտում է արդեն
20 տարուց ավելի անձամբ Էրդողանը եւ նաեւ թուրքական վերնախավը որոշակիորեն բախվում են Միացյալ Նահանգների այս քաղաքականությանը եւ մեծ հավանականություն կա, որ Էրդողանի դժգոհությունները կապված են հենց սրա հետ, վերջապես առիթը հանդիսացել է, բայց նրան թույլ չեն տալիս իր այդպես երազանքների այդ լիդերի դիրքերը ամրապնդել եւ առաջնորդել ոչ միայն թուրքական աշխարհը, որովհետև թուրքական աշխարհի հետ կապված Էրդողանը աշխատում է օրնի բուն եւ բավական լուրջ հաջողություններ ունի, այլև առաջնորդել մուսուլմանական աշխարհը։ Տեսեք, Թուրքիայում էր նաեւ Իրանի նախագահը, դրանից հետո Ադրբեջան մեկնեց եւ կարելի է ասել, որ Թուրքիա, Պարսկաստան, Իրան, արաբական աշխարհ, մուսուլմանական աշխարհի հիմնական 3 հատվածները կարծես թե իսրայելա-պաղեստինյան այդ հակամարտության կամ պատերազմի ընթացքում միաբանվել են մոտեցումները ամեն դեպքում միաբան են, ինչը հենց այդ հնարավորությունն է Էրդողանի համար, բայց արևմուտքի մոտեցումները որոշակիորեն արգելակում են այդ Էրդողանի նկրտումները եւ Բլինկենի սառը ընդունելությունը Անկարայում, եթե չեմ սխալվում, Անկարա էր գնացել, ոչ թե Ստամբուլ, սառը ընդունելությունը հենց դրա մասին էր խոսում, որ Թուրքիան բավականին, ասենք, վիրավորված է, որ իրեն թույլ չեն տալիս վերջապես ստանալ այն, ինչի համար տարիներ շարունակ աշխատել է, անձամբ Էրդողանը, չասենք Թուրքիան։ Հետարքիր, որ ասում եմ իրադարձություններ են, հայտարարությունը Արմեն Գրիգորյանի բրուսելում, որ Երևանը հույս ունի ամրապնդել անվտանգային ոլորտում համագործակցությունը Եվրոպայի հետ, Ֆրանսիան նոր զինամթերքի խմբականակ է ուղարկում Մոլդովա, կարծես թե աշխարհի պետությունները վերադասավորվում են, վերադիրքավորվում են, ինչը երրորդ համաշխարհայինն ենք պատրաստվում, թե միգուցե այն սկսվել է։ Չէ, ես չէի ասի, որ երրորդ համաշխարհային ենք պատրաստվում, այստեղ մի փոքր այլ գործընթաց է տեղի ունենում, հիբրիդային պատերազմներ, եթե կարելի է անվանել այդպես երրորդ համաշխարհային այն հիբրիդային իրավիճակը, որը գոյություն ունի, ապա այո, այն արդեն սկսվել է, երրորդ համաշխարհային պատերազմը ընթանում է, բայց այն չի ընթանում առաջին երկուսի նման, այսինքն չկա մեկ ընդհանուր ճակատ, որը կիսում է կողմերին, այլ կան փոքր պրոքսի ճակատներ, մեկը Ուկրաինայում է, որտեղ Ռուսաստանի հնարավոր եղավ այնպես անել, որպեսզի կողմերից մեկը Ռուսաստանը ներքաշվի անձամբ, մյուսը օրինակ իսրայելա-պաղեստինյան այդ հատվածում է, որտեղ հрьяաները եւ արաբներն են նորից պրոքսի գործողություններում, կան նաեւ այլ մանր ու մեծ ճակատներ, այնուամենայնիվ ես դա չէի անվանի երրորդ համաշխարհային, ես դա կանվանեի ազդեցության գոտիների վերաբաշխում, ինչը աշխարհաքաղաքական այն հաստատված իրավիճակի փոփոխությունն է, ինչի մասին երկար տարիներ օրինակ Միացյալ Նահանգներում աշխատող փորձագետները, վերլուծաբանները նշում էին։ Տեսեք, սկզբում դրա մասին ասում էր Ֆուկույաման, հետո դրա մասին գրեց Ֆարիդ Զաքարիան, դրանից հետո Հանտինգտոնը ունի մի աշխատություն, որը կոչվում է Ով ենք մենք եւ այնտեղ էր գրված, այսինքն մենք եկել հասել ենք այն վիճակին, երբ Միացյալ Նահանգների այդ տոտալ գերիշխանությունը 90-ականների սկզբին, որը կար, ի վերջո նվազելու արդյունքում այլ բևեռների հավակնությունները մեծացան, սա բերեց անհավասարակշռության եւ այդ անհավասարակշռությունը բնականաբար քանդեց այն համակարգը, որը կար, պետք է ձևավորվի նոր համակարգ։ Եվ հիմա մենք գտնվում ենք այդ նոր համակարգի ձևավորման գործընթացում։ Իսկ այդ նոր համակարգը արդեն մի փոքր ավելի ներքևի մակարդակում ես փորձեմ բացատրել, թե ինչպես է դրսևորվում, տեսեք, Ֆրանսիան զենք է ուղարկում Մոլդովա, ինչպես դուք նշեցիք։ Ֆրանսիայի նախագահը գնում է Միջին Ասիա։ Ֆրանսիան եւ Գերմանիան բավական ակտիվ աշխատում են Հայաստանի հետ։ Նիդերլանդներն է փորձում աշխատել Հայաստանի հետ։ Ուշադրություն դարձրեք, որ սրանք բոլորը այնպիսի հատվածներ են, որոնք նախկինում գտնվել են ռուսական ազդեցության գոտում։ Մյուս հատվածներում էլ մենք նմանատիպ իրավիճակներ ունենք, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այս հատվածը, դրա համար ես կենտրոնանամ միայն այս հատվածի վրա, ժամանակը շատ չխլելու համար։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետեւյալը. կար ազդեցության գոտի, որտեղ այդպես չգրված, բայց բոլորի կողմից ընդունված համաձայնությամբ այդ ազդեցության գոտում այդ տարածաշրջանի տերություններից մեկը իրականացնում էր որոշումների կայացման հիմնական վերահսկողությունը։ Քանի որ, ինչպես նշեցինք, փոփոխվել է աշխարհակարգը եւ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում ենք, այլ դերակատարների համար հնարավորություններ են բացվել խլել այս կամ այն դերակատարից ազդեցության գոտիներ։
Նույնը փորձում է անել Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված հարցում, նույնը անում են Ֆրանսիա եւ Գերմանիան Հայաստանի հետ կապված հարցում, քանի որ այդ հնարավորությունը ստեղծվել է, նույնը փորձում են անել Մոլդովայում եւ այլն, բազմաթիվ տեղերում փորձում են ազդեցության գոտիներ մեկը մյուսից խլել եւ խլել է վատ իմաստով, ես չեմ ասում։ Ստանալ նոր ազդեցության գոտիներ, ինչը աշխարհակաղակական խաղի նորմալ ընթացքն է, բնականon ընթացքն է եւ դա հնարավորություն է տալու նոր աշխարհակարգը, որը կձևավորվի, տեսեք, ես ասում եմ, մենք գտնում ենք գործընթացային փուլում, այսինքն ամեն ինչ ամեն օր կարող է փոխվել, կախված տարբեր գործոններից, բայց կգա ինչ-որ մի ժամանակ, երբ կձևավորվի նոր աշխարհակարգ, ինչպես օրինակ 91 թվականից հետո ձևավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հեգեմոնիայի աշխարհակարգը։ Եվ այդ նոր աշխարհակարգում արդեն ով որ ազդեցության գոտին կստանա, որտեղ որոշումների կայացման իրավունք կունենա, որտեղ կլինի ավելի մեծ այս մի կենտրոնի, այս մի ուժային կենտրոնի ազդեցությունը եւ մյուսինը ավելի փոքր, այդ ամենը կախված է նրանից, թե այսօր նրանք ինչպես կաշխատեն։ Եվ մենք տեսնում ենք, որ հատկապես այն տերությունները, որոնք ունեն որոշակի հավակնություններ, աշխատում են, տեսեք, որպեսզի այնպես չթվա, որ միայն մեր տարածաշրջանում ենք սահմանափակում, տեսեք ինչ է կատարում Աֆրիկայում։ Օրինակ Աֆրիկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում, Ռուսաստանը Ֆրանսիայից խլում է ինչ-որ ազդեցության գոտիներ։ Այսինքն սա թեև ես նորից ասեմ 7-րդ համաշխարհային պատերազմ չէ, բայց հիբրիդային տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ազդեցության գոտիների ձևավորման այսպես գործընթացային փուլ է, որը կարծում եմ դեռ բավական ժամանակ երկար տևելու է։ Զարգացնելով թեման մի քիչ, այսօր Հայաստանի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ գազի եւ էլեկտրոէներգիայի միասնական շուկան ԵԱՏՄ-ի մինչև 25 թիվը չի ստացվի ձևավորել։ Սա կարծես թե իրականության հետ այսօրվա բախումն է եւ ավելի ստապ գնահատական է։ Այդ ֆոնի վրա Հայաստանը ուզում է ստանալ մուտք իրանական Չաբախար նավահանգստին, որը որ մենք գիտենք, որ արևմտյան սանկցիաների տակ չէ։ Այսինքն լուրջ process-ներ են գնում վերաօրիենտացիայի, բայց այդ ֆոնի վրա ցավոք սրտի դու շատ ճիշտ նշեցիր, որ մենք չենք տեսնում անձամբ Ռուսաստանի հետ կապված ինչ որ պայմանագրերի խզման գործընթացներ թողել են վերջում, հա, ինչ ես կարծում, ինչ կարելի է ենթադրել։ Ես մի փոքր ավելի բարձրաբանեմ, մենք չենք տեսնում օրինակ կոնկրետ խզման գործընթացներ անվտանգային ոլորտում, կոնկրետ ռազմական անվտանգության ոլորտում, այսինքն առաջին հերթին իհարկե հապկի մասն է խոսքը, բայց սկզբում էլ ես նշեցի, մենք ընդհակառակը տեսնում ենք տնտեսական ակտիվացում Ռուսաստանի հետ, ինչը բացարձակապես տարօրինակ է։ Ես նշեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի առևտրի ծավալը Ռուսաստանի հետ ըստ իմ տեսած վիճակագրական տվյալների կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ տնտեսապես մենք ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկել Ռուսաստանից, ինչը շատ տարօրինակ է եւ անհասկանալի է տեղ ունեցող գործընթացների ֆոնին։ Ինչ վերաբերում է Չաբահար նավահանգստին, ապա կարծես թե սա առաջին, այսպես ասենք, ծիծեռնակն է, որը խոսում է Հայաստանի տնտեսական այլ ուղղությամբ աշխատանքի մասին, թեև բավական երկար ժամանակ սկսած 2018 թվականի հեղափոխությունից անընդհատ խոսվում էր օրինակ Փոթիում նավահանգիստ վարձակալելու եւ նույնիսկ նավ վարձակալելու մասին, որը կպատկաներ Հայաստանի իշխանություններին եւ կաշխատեր Հայաստանի բիզնեսի համար, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն դա դեռևս չկա, այլև այդ ուղղությամբ զարգացումներ դեռևս չկան, այսինքն ամեն ինչ մնացել է խոսակցությունների մակարդակում։ Բայց այս դեպքում հույս ունենք, որ մի փոքր այլ կլինի իրավիճակը եւ դա ինքը իրենով չի կարող բերել Հայաստանի տնտեսական անկախացման, բայց հուսանք, որ հույս հիմք դնել կկարողանա Հայաստանի տնտեսական անկախացման եւ առավել եւս դուք խոսեցիք Եվրասիական տնտեսական միության մասին, առավել եւս որ մենք Եվրասիական տնտեսական միության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք, որի մասին կարծես թե չեն խոսում, արդեն ծանոթում է եկել տնտեսվարողներին, որ 2024 թվականի փետրվարի 1-ից ներմուծողները պարտավոր են լինելու 3-րդ երկրից ապրանք ներմուծողները պարտավոր են լինելու համապատասխանացման սերտիֆիկատներ ստանալ լիազոր մարմնից, որի գործընթացը բավական երկար է եւ բավական լուրջ խնդիրներ կան այդտեղ, ինչը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի շուկային։ Ես ուղղակի մանրամասնեմ մի փոքր, որպեսզի մեր ունկնդիրները հասկանան ինչի մասին է խոսքը, այդ սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է
ըստ տարբեր կազմակերպությունների պահանջների 1 ամսից 1.5 ամիս ժամանակ եւ անհրաժեշտ է նմուշ իրենց տալ, իսկ Հայաստան օրինակ տեխնիկան, որը այդ սերտիֆիկացման տակ ընկնում է, տեխնիկայի տեսակները Հայաստանի շուկայի համար շատ դեպքերում բերվում են 1 հատով։ Մենք շատ լավ գիտենք մեր սպառողը, մեկը ցանկանում է այս ֆունկցիան լինի, մյուսը չէ, այդ ֆունկցիան չլինի, մի ուրիշ ֆունկցիա լինի եւ մեկը մի բան է պատվիրում, մեկը մի ուրիշ բան է պատվիրում։ Եվ բնականաբար 1 հատով Հայաստան ներմուծելու դեպքում այդ 1 հատը սերտիֆիկացման տալու համար անհրաժեշտ է լինելու 2 հատ ներմուծել եւ տնտեսվարողը այդտեղ օգուտներ ստանալ չի կարողանա, եթե փորձի էլ շատ մեծ թանկացումներ են լինելու, ինչը ես այսպես մեկ օրինակ բերեցի, բայց բազմաթիվ այդպիսի խութեր կան այդ պահանջի մեջ, ինչը բայց մյուս կողմից Եվրասիական տնտեսական միության պահանջ է եւ Հայաստանի պատկան մարմինները ուղղակի ձեռքերը ոտքերը կապված են, չեն կարող 2 անգամ հետաձգեցին, 3-րդ անգամ փետրվարի 1-ից ասում են, այլևս չենք կարող հետաձգել, պիտի կարգավորման պահանջները պահպանենք, եւ սա ակնհայտորեն քաղաքական խնդիր է, իմ կարծիքով այստեղ Ռուսաստանը նաեւ տնտեսական լծակ է օգտագործում Հայաստանի նկատմամբ ճնշում օգտագործելու, իսկ Հայաստանը նորից վերադառնանք նույն խնդրին, զարմանալիորեն չի նախաձեռնում իրեն այդ կապանքներից ազատելու գործընթացներ, նույնիսկ չի նախաձեռնում ձեր խոսքին Մարատ ջան թողում անելով, նույնիսկ չի նախաձեռնում այն ուղղությամբ, որտեղ իր խնդիրները արդեն իր հեռանկարը կապում է արևմուտքի հետ, չի նախաձեռնում այդ հարցում կապանքներից ազատվելու գործընթացներ։ Հապկում սառեցված է փաստացի մեր գործունեությունը, Հայաստանը չի մասնակցում ոչ մի բանի, ներկայացուցիչ չունի, բայց հապկից դուրս գալու մասին չի հայտարարում, թե ինչի են սպասում մեր իշխանությունները, հավանաբար կիմանա միայն իրենք։ Հնարավոր է, որ մենք ասենք առերեսվել ենք որոշակի սաբոտաժի կոնկրետ ոլորտների պատասխանատուների կողմից։ Ես չեմ կարծում ներքին սաբոտաժի խնդիր կա այստեղ, շատ հնարավոր է, որ խնդիր ունի Հայաստանի իշխանությունը որոշման կայացման փուլում հենց ամենաբարձր մակարդակում, այսինքն գուցե վարչապետը կամ պատասխանատու նախարարը համաձայն են, բայց կան ինչ-որ մեկը, այսպես բացարձակ տեսականորեն եմ ասում, ինչ-որ փոխվարչապետ, ով չի ցանկանում եւ արգելակում է, չգիտեմ ինչ մոտեցումների մասին խոսելով կամ մոտեցումներ հաշվի առնելով, ցանկալի կլիներ իհարկե սա փակ է այս իրավիճակը, մենք չգիտենք իրականում ինչ է տեղի ունենում, ցանկալի կլիներ գոնե պատասխանատուները ինչ-որ բացատրություններով հանդես գային եւ հանրությունը հասկանար ինչու է այսպես քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը տնտեսական ռազմական ոլորտում մի կողմից գնում առաջ, մյուս կողմից, այսպես անենք, ինչ-որ մի բան, որը դրված է իր վրա թույլ չի տալիս, որպեսզի նա գնա առաջ, այդ բանը չի դնում մի կողմ։ Հասկանալի է, որ ռիսկեր կան, բայց հարցն այն է, որ ռիսկեր կան ցանկացած դեպքում։ Այսինքն չի կարելի մտածել, որ եթե դու ազատվես այս կապանքից եւ առաջ գնաս եւ կապանքը եղած պայմաններով առաջ գնաս, ռիսկերը նվազեցվելու են, այդպես չէ իրականում։ Ցանկացած դեպքում, եթե դու ցանկանում ես առաջ գնալ, այդ ռիսկերը առաջանալու են եւ այդ ռիսկերը համարժեք են լինելու քո գնալու այդ առաջ գնալու գործընթացի արագությանը։ Այսինքն դու փորձում ես անվտանգությունը կապել այլ դերակատարի հետ, դա չի նշանակում, որ եթե դու մնացիր հապկում, հապկի կամ Ռուսաստանի կողմից քո նկատմամբ ճնշումները լինելու են ավելի քիչ, քան եթե դու հապկից դուրս գաս նոր գնաս մյուս կողմ։ Ակնհայտ է, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից ճնշումները արդեն կան եւ շարունակում են, մեկ օրինակներ ես արդեն նշեցի։ Ռոբերտ Աննալենա Բերբոքի այցը ինչով քեզ զարմացրեց, ինչ ես կարծում, ինչը կատարվում Գերմանիայի հետ հարաբերություններին, ես ասեմ ինչը ինձ զարմացրեց, նա առաջին պաշտոնյան էր արևմտյան, որ այցելեց Եվրո դիտորդներին Հայաստանի սահմանին, հենց Բաքու այցից առաջ, սա շատ լուրջ մեսիջ էր եւ կտրուկ արևմտյան ոճին ոչ համապատասխան, սա ինձ համար շատ զարմանալի էր եւ ուրախալի եւ զարմանալի, ինչը քեզ զարմացրեց, ես այնտեղ եւս 2 թեմա կար, որ բայց կուզենայի քո կարծիքն իմանայի։ Շնորհակալություն, շատ լավ հարց էր, ճիշտն ասած ինձ մոտ կային բավական մեծ սպասելիքներ Բերբոքի այցի հետ կապված, ինչու, որովհետև Գերմանիայի ակտիվությունը աչք է ծակում, ոչ թե Հայաստանի հետ կապված հարցում, այլ ընդհանրապես տեսեք, թե Ուկրաինայի հարցում, թե Մոլդովայի հարցում,
Գերմանիան փորձում է ակտիվանալ եւ առաջատար դիրքեր զբաղեցնել, ինչու որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ուղղակի դրա հնարավորությունը չի ունեցել եւ ինչպես մենք Թուրքիայի դեպքում ենք ասում, որ վերջապես ձևավորվել է իրավիճակը, երբ այդքան տարիների լռությունից հետո կարելի է սեփական նկրտումները փորձել իրականություն դարձնել, նույն կերպ Գերմանիայի մոտ կա այդ մոտեցումը։ Եկեք չմոռանանք, որ արևմտյան լիդերներից եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի բոլոր լիդերներից միակ մարդը, ով նոյեմբերի 2020 թվականի 44-րդ պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո խոսել է ինքնորոշման մասին, եղել է Գերմանիայի կանցլերը։ Ոչ Ֆրանսիայի նախագահը, ոչ Միացյալ Նահանգների, ոչ Ռուսաստանի ղեկավարները երբեք ինքնորոշում բառը չեն օգտագործել, իսկ Գերմանիայի կանցլերը մեկ տարի առաջ օգտագործեց այդ բառը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Գերմանիան փորձում է բավական լուրջ դիրքեր զբաղեցնել եւ փորձում է մրցակցություն ստեղծել Ֆրանսիայի համար այն իմ նշած ազդեցության գործիների բաշխման գործընթացում ինքը եւս ինչ որ մի բան ստանալու համար եւ Բերբոկի այցը որոշակի առումով նաեւ ապացուցեց այս մոտեցումը չմոռանանք նաեւ որ Բերբոկը երբ մեկնեց Բաքու այնտեղ նաեւ օգտագործեց բառեր որոնք ադրբեջանցիներին բավականին դուր չեկան Շուշի Ստեփանակերտ անվանումները նա օգտագործեց ինչը ադրբեջանցիների համար ակնհայտ դարձրեց, որ Գերմանիան որոշակի ցանկություններ ունի, որոշակի մոտեցումներ ունի, որոնք կարող են խնդիրներ ստեղծել իրենց ուրեմն հետագա ծրագրերը իրականացնելու համար։ Եվ չմոռանանք, որ Բերբոկի այցը հետևեց անմիջապես Ալիևի կողմից Բրյուսել չգնալուն։ Եվ սա եւս ես կարծում եմ բավական մեծ նշանակություն ունի եւ ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի իր պաշտոնյաների պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ նման վարքագիծը կարող է ժամանակի ընթացքում բերել նաև կոշտացման ընդհանուր միջև սանկցիաների կիրառման Ադրբեջանի նկատմամբ, ինչի մասին արդեն սկսել են խոսել ոչ միայն փորձագետները, այլ տարբեր մակարդակի պաշտոնյաներ եւ Եվրոպայում եւ նույնիսկ Միացյալ Նահանգներում։ Հասանք Արցախի հարցին, վերջերս մեծ յոթնյակի հավաքի ժամանակ Արցախի հարցին անդրադարձան, քննադատության արժանացավ Ադրբեջանի գործողությունները հայ հանրության հանդեպ եւ այդ ռազմական օպերացիայի ինչս կարծում ինչ սпасել այս ուղղությամբ ինչ զարգացումներ կարող են լինել Ես ճիշտն ասած Արցախի խնդրի հետ կապված չեմ կարծում լուրջ զարգացումներ կլինեն, անկախ նրանից Բերբոկը ինչ օգտագործեց Բաքվում, ես կարծում եմ դա դիվանագիտական քայլ էր։ Ավելի մանրամասներով այսպես ասենք, Արցախի խնդիրը ինչ որտեղ արգելակում էր նույն Եվրոպայի համար եւ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում ակտիվ մասնակցություն ունենալը, որովհետեւ Արցախի խնդիրը իրենց դարձնում էր հետխորհրդային տարածաշրջանում վերաձևումների մասնակից, այսինքն եթե Արցախի հարցում նրանք պաշտպանեին Հայաստանի տեսակետը, ստացվում էր, որ նույն կերպ կարելի էր օրինակ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հարցում պաշտպանել Ռուսաստանի տեսակետը Ղրիմի հարցում, կարելի էր պաշտպանել Մերդներիցտրի տեսակետը Օսեթիա եւ Աբխազիա եւ այլն, եւ այս հարցում Հայաստանի եւ Արևմուտքի մոտեցումները տարաբաժանվում էին, չէին համընկնում։ Երբ մենք ստացանք իրավիճակ, որի դեպքում արդեն Արցախի խնդիրը չէ հիմնական հարցը, այլ օրինակ Սյունիքի խնդիրը կամ Սյունիքո-Միջանցքի խնդիրը, այստեղ ընդհակառակը Հայաստանի շահերը սկսեցին համընկնել Արևմուտքի շահերի հետ եւ Արևմուտքին բավական ձեռնտու է այս իրավիճակը իրականում, այն իրավիճակը, երբ Արցախը վերահսկում է Ադրբեջանը, որը եղել է փաստացի Արցախի այդ տարածության վերահսկողը նաեւ Խորհրդային Միության ժամանակ եւ Խորհրդային Միությունից հետո այն սահմանը, այն ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել, փաստացի այս բանը այդ սահմանը գործում է։ Եվ վտանգ կա այդ սահմանը խախտվելու ոչ թե դեպի Ադրբեջան, այլ դեպի Հայաստան։ Փաստացի այսօր այսպիսի իրավիճակ է։ Սա ձեռնտու է Արևմուտքին, Արևմուտքը իր շահերն ունի, իհարկե Միացյալ Նահանգները, Եվրոպան իրենց առանձին շահերն ունեն, որոնք այս ժամանակահատվածում ստացվել է այնպես, որ համընկան Հայաստանի շահերի հետ։ Ես իհարկե քավլիցի չեմ կարծում, որ դա հավերժ է տևելու, բայց ես տեսնում եմ, որ այս պահին կա բավական մեծ ներուժ իրացնելու այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը իրացնելու համար անհրաժեշտ է որպեսզի Հայաստանը Արցախի հարցը չդարձնի քննարկման առարկա, խուսափի Արցախի հարցից, այլ նույն կերպ Հայաստանի անկլավներ, այսպես ասած, Լանգեզուրի, Միջանցք եւ այլն, այդ հարցերում համագործակցի Արևմուտքի հետ, իհարկե, սա չի նշանակում հրաժարվել Արցախից, չի նշանակում հրաժարվել Արցախի հարցից, սա նշանակում է այս հարցերը
չդարձնել առաջնային քննարկման առարկա եւ փորձել արևմուտքից ստանալ հնարավոր առավելագույնը։ Ինչու, որովհետեւ հակառակ կողմից, օրինակ Ռուսաստանից, ստանալ ինչ-որ մի բան Հայաստանը այս բանը չի կարող։ Նախ, որովհետեւ Ռուսաստանը դրա հնարավորությունը չունի առաջին հերթին զենքի մասով, նաեւ դիվանագիտական ճնշման մասով Ադրբեջանի վրա այսօր Ռուսաստանը չունի այն հզորությունը եւ այն դիվանագիտական ներուժը, որը ուներ տարիներ առաջ, երբ կարողանում էր օրինակ Ադրբեջանին ստիպել, որ ինչ-որ մի բան այսպես չանեն կամ այնպես անեն։ Եվ մյուս կողմից այն պատճառով, որ Ռուսաստանը ուղղակի չի ցանկանում, իր շահերից չի բխում այս պահին Հայաստանի հետ աշխատել կամ Հայաստանի շահերի հիման վրա գործողություններ իրականացնել։ Եվ Հայաստանը ոչ միայն ստիպված է աշխատել այլ ուղղություններով, այլև Հայաստանին այս պահին ձեռնտու է աշխատել այլ ուղղություններով, փորձել զարգացնել իր հնարավորությունները, թե դիվանագիտական ճակատում, թե ռազմական առումով, տեսեք, մենք փաստացի ստանում ենք արդեն ռազմական միջոցներ Ֆրանսիայից եւ Հնդկաստանից, մենք ստանում ենք ռազմական միջոցներ նաեւ այլ ուղղություններից, երկրներ չնշեմ, Նիդերլանդների, ուրեմն ազգային ժողովը հայտարարեց, առաջարկեց իր կառավարությանը նույնպես Հայաստանի հետ աշխատել ռազմական ոլորտում, գուցե նրանց հետ էլ հետագայում շարունակենք աշխատել, նման հայտարարություն կա նաեւ Շվեդիայից, այսինքն բավական շատ են ուղղությունները, որոնցով կարելի է աշխատել եւ զարգացնել հարաբերությունները, բայց դա պետք է անել, քանի դեռ իրավիճակն այնպեսին է, որ մեր շահերը, ինչպես ասացի, համընկնում են քաղաքակրթական արևմուտքի շահերի հետ։ Տես դու ասացիր անվտանգության ոլորտից, հատկապես Հնդկաստանից զենք ստանալու, բայց նաև կոչեր են հնչում Հնդկաստանից Հայաստանում նույնիսկ ռազմաբազա բացելու։ Ինչ ես կարծում, ինչքանով է լուրջ կամ ինչքանով է հեռանկարային այս հայտարարությունները, ինչքանով դա հետաքրքիր է Հայաստանին։ Ես ճիշտն ասած կողմ չեմ տարբեր ռազմաբազաներ ունենալուն, բայց այստեղ կա մի բայց, Հայաստանում արդեն կա մեկ ռազմաբազան է, որը ունի նաև մասնաճյուղեր, մենք գիտենք տարբեր տեղերում նստած են զինվորականներ, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից պահանջվող անկլավների հատվածներում, չգիտես ինչու 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո եկել են եւ նստել են ռուս զինվորականներ եւ անհասկանալիորեն ես նորից պետք է Հայաստանի իշխանություններին մեղադրեմ, անհասկանալիորեն Հայաստանի իշխանությունները ոչ միայն պարզաբանումներ չեն տալիս, այլև պետք է չեն քշում նրանց այդ հատվածներից։ Հաշվի առնելով դա, պետք է նշել, որ ինչ որ այլ ռազմաբազայի ներկայությունը գուցե հավասարակշռեր իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, թեև մյուս կողմից էլ անհրաժեշտ է խոսել այն մասին, որ փոխարինել մեկ ռազմական ուժային կենտրոնի ազդեցությունը մեկ այլ ուժային կենտրոնի ազդեցությամբ ես ճիշտն ասած ճիշտ չէի համարի, շատ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանը հավասարակշռային ազդեցության գոտում գտնվեր եւ կախվածություն չունենար որևէ մեկ ուժային կենտրոնից։ Ռոբերտ, շնորհակալություն եմ հայտնում, որ ժամանակ գտար մեկնաբանելու բազում հետաքրքիր հարցերը, քո կարծիքի շատ կարևոր է։ Շնորհակալություն եւ հաջողություն։ Ես էլ եմ շնորհակալ Մարատ ջան, ստեսից։